Ամենահանջարեղ վաճառողը Հիսուսն է եղել։ Դուք միջև կարծում եք, որ մի հատ աղջիկ քայլելով սենց գնաց սենյակը սենց ցույց տվեց բան, այտենցով մարդը պետք է ասի՝ «Վաու, վերջ, ես առնում եմ»։ Սեքսուալություն են վաճառում։ Վաճառքը բիզնեսի աստվածն է։ Չկա վաճառք, ուրեմն չկա նաև բիզնես։ Կյանքում ամեն ինչ վաճառք է։ Կյանքում մենք ոչ թե ստանում ենք այն, ինչին արժանի ենք, Ինչ կարողանում ենք ինչպես բանակցել ենք։ Եթե մի հատ product լիներ, ինքը ուղիղ կգնար ենթադրաբար կառուցապատողի մոտ, կասեր, հա, հեսա իր վաճառքի բաժինը կառներ։ Վաճառելը դա հարամ է, բայց եթե ուզում ես հարամը դառնա հալալ, պետք է լինես ծայրահեղ ազնիվ։ Վաճառքը սուրբ գործ է եւ միայն բարիք է ստեղծում։ Այդ ես կմտածեմ շատ կիրթ քաղաքավարի մերժելու ձևերից մեկն է։ Կույր մարդը ոնց կվաճառի անշարժ գույք։ Քնորդ ինքը չգիտի թե իրականում ինքը ինչ է ուզում։ Ինքը այդ քառակուսի մետրերը չի ուզում, ինքը 100 այլ բան է ուզում, որը չի կարող ներկայացնել։ Ինքը անվտանգություն է ուզում, ստատուս է ուզում, հանգստություն է ուզում, որակյալ կյանք է ուզում, հազար ուրիշ բան է ուզում, բայց ինքը գալի քառակուսի մետր է տեսնում, ու իրենք քառակուսի մետր են վաճառում։ Բանակցությունը վաճառքից տարբերվում է։ Վաճառել որքան է նրա վրա։ Շատ թանկ, արագ, հաճախ, երկարատև, արդյունավետ։ Ճանաչիր գնորդին կճանաչես վաճառքը։ Առաջնային շուկայի յուրահատկությունը այսօր է, որ հաճախորդի տեսանկյունից կա գերառաջարկ։ Մարդիկ չեն սիրում, երբ որ իրենց վաճառում են, բայց մարդիկ շատ սիրում են, որ իրենք գնեն։ Վաճառողը պետք է լինի վաճառքի process-ի ճարտարապետը։ Քեզ 1000 հատ գիրք պետք չի կարդալ, ուղղակի հաճախորդի հետ կվարվես այնպես, ինչպես կուզենար քո հետ վարվեին։ Ողջույն բոլորին, այժմ դուք լսում կամ դիտում եք Property Talks podcast-ը եւ այսօր մեր հյուրն է Մանասյան Consulting բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր Հայկ Մանասյանը, վաճառքների աճի էքսպերտ է նաեւ Հայկ Մանասյանը։ Հայկ ջան, ողջույն։ Ուրախ եմ քեզ տեսնել։ Ոնց ես։ Շատ լավ։ Այսօր իմ սիրած թեմայից ենք խոսալու վաճառքներից։ Բիզնեսի մարդու համար վաճառքը միշտ պետք է սիրած թեմա լինի։ Ինչ է քո համար վաճառքը։ Դե վաճառքը շատ մեծ բան է, շատերի համար վաճառքը մի ամբողջ կյանք է, մի ամբողջ աշխարհ է, բայց ըստ էության վաճառքը ես միշտ ասում եմ, որ բիզնեսի աստվածն է։ Չկա վաճառք, ուրեմն չկա նաև բիզնես։ Այդ առումով շատ առանցքային է։ Ահա։ Մի հատ թեզ կա, ասում են, ինչքան կյանքում լավ ես բանակցում, այդքան ոնց բանակցում ես, այդ էլ ստանում ես կյանքում։ Հա, այդ թեզը իրականում էսպես է հնչում, կյանքում մենք ոչ թե ստանում ենք այն, ինչին արժանի ենք, Ինչ կարողանում ենք ինչպես բանակցել ենք։ Դա շատ կարևոր բան է, որովհետև բանակցության մեջ մենք պիտի հասկանանք դիմացինի շահերը նաև եւ կարողանանք համադրենք մեր կարիքները, մեր նպատակները դիմացինի շահերի կարիքների հետ։ Նույնը նաև վաճառքում է։ Եվ դրա համար եմ ասում, վաճառքը նաև կյանք է, որովհետև ամբողջ կյանքում նույն բանը պիտի անես։ Եթե ուզում ես առաջ ընթանաս, շահերի համադրությունը, սինխրոնիզացիան, այդ ամեն ինչ շատ կարևոր է։ Վաճառքի մարդը պետք է ավելի շատ կենտրոնանա դիմացինի վրա, ոչ թե իր առաջարկի, իր ապրանքի ծառայության, այլ դիմացինի կարիքների, նպատակների, թաքնված ցանկությունների այդ ամեն ինչի վրա։ Դրա համար հասկացող մարդու համար վաճառքը լրիվ ուրիշ բան է։ Ոչ այդքան հասկացող համար վաճառքը ապրանք ծառայություն ներկայացնել է։ Եվ այն մարդը, որ վաճառքը հասկանում, ընդհանրապես ապրանք ներկայացնել, ծառայություն առաջարկել, գովաբանել, ես մեկ համոզով ասում եմ սազը վերցնել ու գովալ, այդ վաճառք չի, դա ավելի լավ է չանես, քան սկսես այդ անել, որովհետև լուրջ մարդ է, մարդը որ իսկապես փնտրում է ու հասկանում է ինչ է ուզում, ինքը միշտ փախնում է նման վաճառողից։ Եվ ցավոք հլական նույնիսկ մարդիկ, որ այդպես էլ սովորացնում են վաճառքը։ Վաճառքը լուրջ մասնագիտություն է, լուրջ գիտություն է։ Ես իմ կրթական այդ ամբողջ գործընթացի մեջ իրան վերածել եմ գիտության, դասակարգել եմ, համակարգել եմ, խմբավորել եմ, դարձրել եմ գիտություն։ Մարդիկ, որ գալիս են իմ դասերին 2 ամիս, sense սիստեմնի համակարգային այդ ամբողջը անցնում են իր հիմնավորումներով, իր թեորեմներով, իր աքսիոմներով, ամեն ինչով։ Բաներ կա, որ ապացուցման կարիք չունի։ Բաներ կա, որ դա անընդհատ այդպես է, ինչքան դիմում ես, ստանում ես նույն արդյունքը։ Հենց գիտությունը դրանով է տարբերվում մնացած բաներից, որ հիմնված է մեծ փորձի հիմնարար ուրեմն թեորեմների եւ այլնի վրա։ Վաճառքը լուրջ բան է, կարելի է անվերջ խոսել, տարիներով կարելի է խոսել, բայց պետք է խոսել է մարդու հետ, որ հասկանում է ինչ է։ Ինձ գիտես ինչն էր տպավորը, երբ որ երիտասարդի նոր էի մտնում ոլորտ, աշխարհի մեծագույն վաճառականը գիրքը վստահ եմ կարդացած կլինես,
ու հիմնական թեզը նրա մեջ էր, որ իհարկե շատ հակասական է, բայց ամենահանջարեղ վաճառողը Հիսուսն է եղել, որ իր միտքը, չէ, ինչ է այդ կրոնը վաճառել է, այսպես ասված, ճակերտավոր մարդկանց եւ կյանքում ամեն ինչ վաճառք է, այսինքն թեզը այն է, որ վաճառքը սուրբ գործ է եւ միայն բարիք է ստեղծում։ Ինչ կարծիք ունես դրա մասին։ Հետարքիր հարց շոշափեցիք։ Ես մոտ 15 տարի է ինչ ակտիվ վաճառքի գիտության առաջ խաղացման ու կրթմամբ եմ զբաղվում, ուսումնասիրում աշխարհի լավագույն վաճառականներին։ Ընդհանրապես վաճառականության պատմությունը, վաճառականության առաջացման այդ ամբողջ հիմքերը, իրանց ամբողջ փիլիսոփայությունը շատ մեծ պատմություն ունի։ Ես 2 հաղորդում մենակ ունեմ վաճառականության պատմության մասին եւ այդտեղ մի հետարքիր բան կա աշխարհի 10 լավագույն վաճառականների մեջ մի հայ կա, դա Հովհաննես Ճուղայեցին է, բայց լավագույն ինքը չի։ Այսպես ասած բոլոր վերսիաներով, քանի որ շոշափեցիք Հիսուսի թեման, ասեմ բոլոր վերսիաներով աշխարհի լավագույն վաճառականը դա Մուհամեդ Մարգարեն է։ Հավանաբար այդ միտքը լսել են, մի քիչ ավելի խեղաթյուրված եկել է դեպի Հիսուս Քրիստոս, բայց ինչի է Մուհամեդ Մարգարեն։ Բացի որ ինքը երազատես է, երազավաճառել, դա այլ թեմա է։ Բայց իրականում Մուհամեդ Մարգարեն եղել է վաճառականի քրոջ որդի, այսինքն իր քերին կամ հոր եղբայրը անգլերենով uncle է, այդ չեմ կարողանում հստակ հասկանամ քերին է, թե հոր եղբայրը այդքան էական չի։ Ինքը միջև Մարգարե լինել, մարգարեություն անել եւ դառնալ։ Ինքը իր հոր եղբոր հետ պայմանական ասված անընդհատ վաճառքի մեջ է եղել, ուխտեն վաճառել, ոչխար, մետաքս, ինչ որ այդ ժամանակ այդ տարածքներում վաճառվել է, ինքը վաճառականությամբ է զբաղվել։ Եվ որ ինքը արդեն մարգարե դարձավ եւ ամբողջ իսլամը փորձեց ձևակերպել եւ ներկայացնել, իսլամի մեջ եւ իր ուսմունքների մեջ շատ մի հետարքիր բան կա, այդ ես իմ ուսումնասիրություններից հանդիպեցի։ Շատ մի հետարքիր բան կա վաճառականության մասին։ Ինքը ասում է, ի սկզբանե վաճառելը դա հարամ է։ Ալլահի կողմից կամ արարչի կողմից կամ Աստծո կողմից նույն բանն են իրանք անցալում։ Վաճառել, վաճառականություն անելը դա հարամ բան է։ Բայց եթե ուզում ես հարամը դառնա հալալ, ինքը պայմաններ է տալիս։ Ասում է պայմանները պետք է պահես, որ ինքը լինի Աստծո կամ Ալլահի կողմից կամ արարչի կողմից ընդունված։ Պայմաններից մեկն է, վաճառքների պատվիրաններ ստացվում, ահա։ Այո, մոտարապես դա է։ Ասում առաջինը դու պետք է լինես ծայրահեղ ազնիվ, չխափես, որը որ դժվար է պատկերացնել, չէ՞։ Մեկ ու ընդմիշտ հավիտենական գոյություն ունեցող պատվիրանն է։ Դե հիմա արի միջին վիճակագրական վաճառողին ասան ասում է թե դու չխափես, Աստված նայում է եւ ինքը հալալ կհամարի քո վաճառքը։ Երկրորդը որ ասում է դու պետք է լինես գնորդի հետ կամ հաճախորդի հետ, անգլերենով հետարքիր հնչում easy going, թեթև մարդ լինես, թեթև լինես իր հետ, չբարթացնես, հաճելի շփման համար, չբարթաց, տեսեք հենց այն ժամանակ ինչերից է խոսացել, ինչեր է դրել մեջը, թեթև լինես, հեշտ լինես, քո հետ ինքը շփվելուց, աշխատելուց լարվածություն, բաց զգացողություն, տագնապ, դեն ազնվությունը վստահության մասին է, որ քեզ վստահի, տագնապներ չունենա, քո հետ աշխատելուց շփվելուց ինքը իրան լավ զգա, որովհետեւ մենք այսօր գիտենք, որ մարդը գնում է նրանից, ում հետ իրան հաճելի է շփվել, երկար գործ անում նրա հետ, ում վստահում է։ Տեսեք, քանի հազար տարի հետո, 2000 տարի հետո մոտավորապես էլի ասենք արևմտյան ոնց որ ասած պրակտիկներն ասում են զիգ դառնա, ասում մարդը ում որը հավանում է, ում հետ շփվել է հաճելի է, ինքը երկար շարունակում է իր հետ շփվել, իսկ ում վստահում է իր հետ բիզնես անում։ Այդպես է օրենքները։ Հիմա դրա մասին Մարգարեն ասել է, որ եղիր ազնիվ, որ ձևավորես վստահություն, եղիր թեթև շփվող հեշտ մարդ, որ քո հետ անընդհատ կանուզենա շփվեն, որ դու անընդհատ հաճախորդ ունենաս, եւ երրորդ կարևոր բանը, որ ասում է ժամանակ առ ժամանակ փոքր բարեգործություններ արա։
charity-ներ, այսինքն փոքր լավ բաներ, այսօրվա մեր լեզվով ասած հաճախորդին նվեր տուր, փոքրիկ մի հատ լավ բան արա իր համար, ուշադրություն, մի հատ խնդիր լուծի, մի հատ խնդրեմ ունի ինքը, այդ խնդրեմը վերցրա հավելյալ մի բան ավելացրա քո ապրանքին կամ ծառայության, այդ խնդրեմը լուծի։ Ասում է թե դու այդ ամեն ինչը անես, Աստծո կողմից քո արածը կընկալվի շատ լավ ու այդ քո վաճառքը հարամ չի նել, հալալ կլինի։ Աստվածնային օրենքները, էլի, ասում եմ դուր հետո կստանաս, չէ՞։ Իհարկե, կարմնա, ավելի խորանանք։ Եթե մարգարեից 3-4 հազար տարի հետ գնանք, վեդաներում դրա մասին կա գրված։ Թե ընդհանրապես ինչպես պետք է մարդկային հարաբերություններ լինի, եւ այդ կարմայի գաղափարը շատ հին է, իսկ քրիստոնեության մեջ կարման Քրիստոսը շատ ամեն ինչ ուսումնասիրած, ուրեմն չասեմ մարդ է եղել, հանձնավորություն կամ ամեն ինչ ուսումնասիրած է եղել եւ կարմայի օրենքի կբերը դրել է պատվիրանների մեջ ինչ-որ ցանես են կհանձես դիմացին այդ վարվիր այնպես ինչպես կուզենաս քո այդ վարվեն դա ինչ է դա այսօր բիզնեսի եւ սպասարկման սերվիսի ոսկե բանալին է դիմացին այդ վարվիր այնպես ինչպես կուզենաս քո այդ վարվեն եթե դու այդքան հասկանաս քեզ հազարատ գիրք պետք չի կարդալ ուղղակի հաճախորդի հետ կվարվես այնպես ինչպես կուզենար քո այդ վարվեին այդ ոսկե օրենքն է պլատինե օրենքը մի քիչ ուրիշ է բայց այդ ամեն ինչը դրված է այդ փիլիսոփայության ուսմունքների մեջ դրամ արի ես ոդքասթի սկզբում ասացի որ ես վաճառքի պատմությունն եմ ուսումնասիրում փիլիսոփայությունը թե մարդիկ ժամանակին ինչ են դրել դրա մեջ ոնց են մոտեցել որտեվ առաջ այդ գիտությունները չի եղել չէ հոգեբանություն մարդաբանություն դե ասում են փիլիսոփայությունը գիտությունների մայրն է դրանից առաջ եղել է իմաստությունը իմաստությունից, իմաստասերներից ձևավորվել է փիլիսոփայությունը։ Իմաստու մարդիկ վաճառքի մեջ դրել են շատ խորը բաներ։ Այդ ֆում ոնց որ նշեցիք, այդ դրա համար Մուհամեդ Մարգարեն աշխարհի 10 լավագույն վաճառականների ցուցակում առաջի տեղում է, որտեղ ինքը իմաստությունը արդեն ի սկզբանե դրել է ճշմարտությունը։ Մենք չենք ասում ինքը ժամանակին ինչքան է վաճառել որպես երեխա կամ բան դրա մասին չի խոսքը, ինքը ինչա տվել վաճառականության գաղափարի մեջ ու էլի մարդիկ են եղել այդ թվում քրիստոնեության մեջ շատ ես շատ խորը վերլուծություններ ունեմ աստվածաշնչյան կանոններն ու օրենքները բիզնեսում ոնց է աշխատում եւ վաճառքում որից մի քանիսը ասեցի եւ այդ դիմացինի հետ վարվելու եւ մեկը 10 դարձնելու շատ բաներ կա բոլոր խելացի մարդիկ հավաքել են տարբեր մտքեր տարբեր ձևերով ամփոփել են մի բանի մեջ բայց զուտ որպես վաճառական որ ինքը ինչ որ բան է վաճառել միտք երաս եւ բան դա այդ դասակարգված որպես Մուհամեդ Մարգարեն է շատ հետաքրքիր էր դες որտեղից սկսեցինք էլի ֆունդամենտից չէ ուրախ եմ լավ գանք հիմա մի հատ մեր օրեր մի փոքր կպատմես ինչով ես հիմա զբաղվում ինչ պրոյեկտներ ունես ինչով ես զբաղվում Manasyan Consulting-ը հիմա զբաղվում եմ այն ամենով ինչը որ արել եմ երկար ժամանակ ինչը որ իմ միսիան է առաքելությունն է ձևավորված դա առաջինը կրթել հայկական բիզնեսին տալ որակյալ ժամանակակից ամենալավ կրթությունը ես դրանով շատ եռանդուն զբաղվում եմ իմ բիզնես դպրոցում իմ կրթական ծրագրերում տարբեր սեմինարներում ինչ որ կապված է կրթության հետ տարբեր ձևերով սա էլ մի փոքրիկ կրթման էլի էլեմենտ է դրա համար ոդքասթին սիրով համաձայնվեցի եթե կարամ ես խոսքը տարածեմ շատ մարդ լսի շատ ավելի լավ որովհետև էլի Աստվածաշնչում մի լավ բան է ասում եթե դու լույս ունես, ճրագ ունես, չպետք է տնես սեղանի տակ, պետք է հանես դնես բարձր տեղ, բոլորը տեսնեն։ Միանշանակ։ Դրա համար այդ կրթության մասը իմ հիմնական գործունեությունն է, անընդհատ իմ կուրսերը, իմ դասերը, մենք շատ տարբեր թեմաներ ունենք, վաճառք, դե մեր դպրոցի սկզբանե որ հիմնեցի, վաճառքի դպրոց էր, Մանասյան վաճառքի դպրոց, բայց դե քանի որ բիզնեսը իհարկե վաճառքն է բիզնեսի աստվածը, մեկը վաճառքով է բիզնեսը բիզնես, բայց բիզնեսը ունի նաև այլ խնդիրներ, բիզնեսի կառավարում, մարքեթինգ, բանակցություններ եւ այլ, ճյուղերը շատացել են, շատ դասընթացներ են կանում։ Այսօր հիմա մի քանի օրից ավարտում է մի վաճառքի խումբը, հետո սկսում է կառավարման խումբը, հետո միանալու է կորպորատիվ տրեյնինգներ, հիմա այդ մի մասը կրթությունն է եւ մի քանի խոշոր պրոյեկտ կա խորհրդատվական մենք հիմնականում ըստ էության խորհրդատվական ընկերություն ենք։ Դա այն բուրգի հիմքն է կամ այսբերգի հիմքն է, մարդիկ դեռ չեն տեսնում դեռ խորհրդատվական պրոյեկտը ոչ լինում է լուսաբանել, ոչ լինում է գովազդել, ոչ լինում է դրա մասին խոսալ, բայց մենք աշխատել ենք Հայաստանի բոլոր ճյուղերի, այդ շարժ բոլոր ոլորտների, բոլոր ճյուղերի, բոլոր ինդուստրիաների առաջատար ընկերությունների հետ
բիզնես խորհրդատվության, վաճառքների աճ, համակարգերի ներդրում, ընդհանրապես բիզնեսի աճի, ու հիմա էլ մի քանի տենց պրոյեկտ ունենք, դրանցով ենք զբաղվում, նոր պրոյեկտներ ունեմ, որ սեպտեմբերից հավանաբար արդեն դրանց մասին ավելի հայտնի կլինին, այդպես շատ բաներ կա, էլի, չեմ ուզում են ստանդարտ ձևով ինչ-որ բաներ ասեմ, Ոչ ֆորմալ կրթություն բիզնեսի համար։ Այո, ամեն ինչ բիզնեսի համար, ու ամենաորակյալը բիզնեսի համար, ժամանակակից վաճառքները արդեն ոչ թե սովորել, թե ինչպես առաջ խաղացնել պրոդուկտը, այսօր դեռ մնացել են ասենց ասես տրեյներներ, ովքեր սովորացնում են վաճառքի տեխնիկա, ովքեր սովորացնում են գնորդին համոզելու ձևեր, ծիծաղս ուղղակի գալիս է, ովքեր սովորացնում են ապրանքը առաջ խաղացնելու կամ ավելի տենց բան pushing անելու կամ ռուսերեն ասած վծյուխ բարիվեց անելու ձևեր, դա աբսուրդ է, էլի։ Այսօր ոչ թե դու այդ պիտի սովորացնես եւ վաճառողը այդ պիտի մնա, այսօր մի բան պիտի հասկանա վաճառողը, որը շատ դժվար է, բայց պիտի հասկանա, ոչ թե պիտի հասկանա ոնց վաճառի կամ առաջ խաղացնի դա պրոդուկտը կամ ոնց համոզի գնորդին, այսօր լուրջ վաճառողը պիտի հասկանա ոնց է գնորդը մտածում, հոգեբանություն, ոնց է ինքը գնում կատարելու process-ի մեջ մտնում, ինչ ճանապարհ անցնում, ինչ ալգորիթմ է իր ուղեղում աշխատում, երբ որ ինքը մի բան որոշում է գնել կամ չգնել, ոնց է որոշում կայացնում։ այո, որոշումների կայացման մեխանիզմը պիտի հասկանաս, եւ նեյրովաճառքը դրա մասին է։ Մենք վաճառելու ենք, վաճառում ենք ապագայում ոչ թե մարդուն, այլ նրա ուղեղին, այլ նրա մտածողության process-ներին, դու մարդու տվյալ պահին իր վախերը, տագնապները, մտահոգությունները, նախկին փորձը, ռիսկերը, ապագան գալումները, երազանքները, դու պետք է հասկանաս ինչ է կատարվում իր մեջ, որ ինքը վաճառքի որևէ փուլում կամ գնման որևէ փուլում, եթե իր կողմից նայենք, պաուզա է տալիս, մեզ հայտնի պաուզան, ես կմտածեմ, այդպես էլ հումորով ասում եմ, կարող է գնում Ռոդենի արձան նման ձեռս ես դնում եմ մտածում։ Ես էլ եմ միշտ ասում։ Օրինակ ո՞նց է լինում այդ մտածելու։ Ո՞նց է կնկարագրես ո՞նց է։ Ու նկարագրել, ասեմ այո մտածում է։ Թողում է ձեզ ո՞նց է մտածելու։ Գրում է, ջնջում է, ինչ է։ Ձեզ թողում է ու միտքը անջատվում է, ինք գնում է իր գործերով այլ բաներին։ Այդ ես կմտածեմ շատ կիր քաղաքավարի մերժելու ձևերից մեկն է, բայց ինչ է կատարվում, երբ որ ինքը ասում է ես կմտածեմ, այդ պիտի հասկանաք։ Ոչ թե ինչ անեմ, որ կմտածեմ եւ վերացեմ։ Դա էլ է, չէ, այսբերգի նման, տակը ինչ է, այդ մտածումը ինչ է։ Դե մարդը լուրջ բան է, էլի լուրջ մարդուն հասկանալը բավական լուրջ բան է, շատ բարդ բան է։ Դրա համար նեյրովաճառքը, նեյրոգիտության մարդու ուղեղի նեյրոնների աշխատանքը, այդ ամեն ինչը իրար հետ ոնց է համակցվում, ինչ պահին, ինչ հորմոնների գերիշխանության տակ է մարդը լինում, որ վախեր է ունենում կամ ընդհակառակը, որ հորմոնի ազդեցության տակ ինքը ոգևորություն եւ վստահություն է ստանում եւ դու այդ ամեն ինչը պետք է հասկանաս, հասկանալուց հետո ճանաչելուց հետո մտածես թե ոնց աշխատես, հետո կարողանաս դա առաջացնես, իհարկե ազնվությունը համար առաջի կետում է միշտ, որ դու ոչ թե ապրանք առաջ խաղացնես, այլ մարդուն բերես դեպի քեզ։ Ու այն 10-ն ինչ որ իրան է պետք։ Այո, միանշանակ, բայց որպեսզի 10-ն ինչ որ իրան է պետք, մի հատ կարևոր բան կա, պետք է հասկանաս թե իրան ինչա պետք։ Ես դասերի ժամանակ մի բառ եմ ավելացնում, ասում եմ դու պետք է հասկանաս թե իրականում իրան ինչա պետք, որտեղ շատ ժամանակ ինքը ասում է ինձ սուրճն է պետք, բայց իրան սուրճ պետք չի, իրան լրիվ ժման է պետք, ուղղակի սուրճով ուզում է դա փակի կամ ստանա, այսինքն հասկանալ թե իրականում ինչա ուզում գնորդը եւ կարողանալ տալ այն ինչ որ իրականում ուզում է գնորդը, դա վաճառողի ամենակարևոր, ես դասերի ժամանակ դպրոցից ասում եմ մանտրայի նման դի կրկնեք, հասկանալ թե իրականում ինչա ուզում գնորդը եւ կարողանալ տալ այն ինչ որ ուզում է գնորդը, հետո մի ամիս հետո մարդիկ հասկանում են, որ այո, ամբողջը այդ նախադասության մեջ էր թաքնված, ամեն բառը մի խորը գիտություն է, հասկանալը դա անverջ գիտելիք է, իրականում ինչա ուզում է, դա լրիվ մի հատ ուրիշ գիտելիք է, հետո կարողանալ տալ այն ինչ որ ուզում է, դա մի հատ ուրիշ ունակություն է, դու կարող ունես դա, բայց պետք է կարողանաս դա հասցնես, անսահման թե ոչ այս վաճառքները։ Իսկ դա առանց վստահության հնարավոր չի։ Հիմա ես սովորացնում եմ, որ վաճառողը պետք է լինի վաճառքի process-ի ճարտարապետը։ Մի քանի ամիս է ես այդ թեզի մասին արդեն բարձրաձայն խոսում եմ, որ նոր թեզ եմ տանում, որ դու պիտի լինես process-ի ճարտարապետ, այսինքն դու պետք է որպես վաճառող հասկանաս, թե այդ գործարքը, այդ բանակցությունը կամ այդ հարաբերությունը ինչ ուղղությամբ պիտի տանես, դու պետք է տանես, ոչ թե վաճառողը քեզ տանի, այլապես դու դառնալու ես իր արձագանքողը, ինքես հարցերը տալու, դու պատասխանելու ես։ Սպասարկող ես, էլի, վաճառող չես։ Վաճառող չես, դու պետք է վերցնես process-ը քո ձեռքը եւ տանես այն ուղղությամբ, ազնվորեն, ինչ ուղղությամբ որ ճիշտ է, որ այդ հաճախորդին
դու կարողանաս հասցնես, բայց որպեսզի լինես ճարտարապետը, դու պետք է այնքան բան հասկանաս, դու պետք է լիդեր լինես այդ վաճառքի process-ում, դու պետք է կառուցես վաճառելու process-ը, չթողես հաճախորդը քեզ ուղղորդի տանի այնտեղ, որտեղ դու չես կարող իրեն բավարարես, ինքը 1, 2, 3, 4 տարբեր ուղղություններով քեզ սկսի ուղղորդել, 5-րդ ուղղությունով չես ուղղորդվի, կասի լավ գնամ ուրիշ տեղ, այնտեղ ոնց որ ավելի շատ են կարիքները բավարարում։ Այնինչ դու պետք է լինես կարիք գեներացնողը, կարիք առաջացնողը, կարիքը բավարարողը, կարիքը փոխողը, նոր կարիքներ առաջացնողը եւ այլ։ Այսինքն վաճառքների, որ ասում եք ինչպես ձեզ ներկայացնեմ, իրականում հիմա մենք մեր բաներով ներքին մարքեթինգային ուղիներով ես ինձ ներկայացնում եմ վաճառքների աճի ճարտարապետ։ Ես վաճառքների աճի ուղղությունն եմ ձևավորում ոնց պիտի գնա այդ վաճառքը, ինչ ուղղությամբ է ճիշտ այդ գնորդի հետ աշխատել, որտեվ երբեմն գնորդը ինքը չգիտի ինչ է ուզում։ Ես նույնիսկ չի ասի երբեմն շատ դեպքերում գնորդը ինքը չգիտի թե իրականում ինքը ինչ է ուզում։ Երբ որ դու խորանում ես կոնսուլտատիվ վաճառք ես անում, հասկանում ես ինքը լրիվ ուրիշ բաներ ուզում։ Թեկուզ ձեր ոլորտի ասենք անշարժույթի ոլորտի մեջ թվում է թե ինքը բնակարան է ուզում։ Չէ, այդ բնակարանը ինքը այդ քառակուսի մետրերը չի ուզում, ինքը 100 այլ բան է ուզում, որը չի կարող ներկայացնել, ինքը անվտանգություն է ուզում, ստատուս է ուզում, հանգստություն է ուզում, որակյալ կյանք է ուզում, հազար ուրիշ բան է ուզում, բայց ինքը գալի քառակուսի մետր է տեսնում, ու իրենք քառակուսի մետր են վաճառում օրինակ։ Գիշեք չէ մի ժամանակ կոդ 173 27 վաճառվում է, հա, չես մա։ Այսինքն այդ ձևով չես կարող վաճառես, դու հասկանաս, ասես լսի քեզ ոչ թե 3 սենյականոց է պետք, քեզ լավ ապրելավայր է պետք, միջավայր է պետք, որ դու քո կյանքի որակը, քո երազանքներն իրականացնես, չէ՞։ Այդ կարող է 2 սենյակ լինի, բայց իրականում լինի ինչ որ դու ուզում էիր։ Դու այսինքն պիտի հասկանաս ինչ է ուզում գնորդը եւ տասեն ինչ որ ուզում է գնորդը։ Դու առանձնացնում ես վաճառքը բանակցությունից։ Տեսեք, այդ շատ լավ հարց տվեցիք։ Բանակցությունները դե ես այդ դասընթացը 3-4 տարի առաջ մշակեցի, այն բախտիրա գովազդները որ պատտվում էր, այդ գովազդների մեջ ասում էի թե ինչ մեթոդներ եք սովորելու, տարբեր մեթոդներ կա, էլի Հարվարդի մեթոդ եւ այլ, ու նաեւ ասում էի դուք սովորեք Տրամպի մեթոդը, մյուսը Տրամպը հələ նախագահ չէր այս նոր բանում, ու Տրամպը ունի իր բանակցելու մեթոդը։ Ինքը հասցրել է էլի դրան, որ ինքը մեթոդ ունի, ու այսօր որ նայում եմ ինքը ոնց է բանակցում, ու տիրապետ էս մարդը ոնց է բանակցում, ու այդ մեթոդները այդ ամեն ինչը որ կար, հետարքիտ մի բան կա, օրինակ բանակցությունների մեջ ինչ ընդունված բան կա, որ պետք է լինի win-win։ Երկու կողմը պիտի շահած դուրս գան։ Դա ամենաընդունվածը, որ դա ամենալավ բանակցային ելքն է։ Այդտեղ շատ բաներ կա, պատնա կա եւ այլ լավագույն ալտերնատիվը, շատ տարբեր բաներ կա, բայց ամեն դեպքում վերջին հաշվով ոնց պատտվում են գալիս ենք նրան, որ լավագույն ելքը, որ երկու կողմը շահեն։ Հիմա բոլորն ասում են դա ուշ տարբերակ չի կարալ։ Բայց ես հիմա կարամ օրինակ բերեմ, որ դա հետ կարևոր չի։ Օրինակ փաստաբանը, եթե գնում է իր ուրեմն վստահորդի շահերն է պաշտպանում, իրան ընդհանրապես մեկ է, թե մյուս կողմը տեղ կշահի, թե ընդհակառակը ինքը լրիվ հակված է, որ մաքսիմում իրանք շահեն այդ դատը, մյուս կողմն է մաքսիմում պարտվի, ճիշտ է, բայց ինքը մտնում է բանակցության մեջ, չէ՞, մյուս կողմի հետ, կլինի ասենք, չգիտեմ, դատարանով, թե մյուս փաստաբանով։ Միշտ չի, որ այդպես է, դրա համար բանակցությունը վաճառքից տարբերվում է։ Վաճառքում չես կարող գնաս դրա, որ մյուս կողմը ամբողջությամբ փլուզվի, պարտվի, դու շահես։ Վաճառքը ուրիշ կոնցեպտ ունի, բայց բանակցությունների մեջ ես այդ մեթոդներն եմ սովորեցնում։ Ոնց անես, որ բանակցության մեջ դու մաքսիմում շահած դիրքում լինես, win-loss-ին գնաս։ Շատ հետաքրքիր բան ես ասում, այսինքն կա բանակցություններ վաճառքների մեջ եւ կա բանակցություններ վաճառքների մեջ։ Չամար ես բանակցում, որտեղ դու քեզ հրավիրել են բանակցող էքսպերտ ես, մի քանի անգամ ինձ պրոցեսների մեջ ներգրավել են խոշոր այդ բաների։ Մարդն ասում է, ինձ պետք է սա, ես մաքսիմում ստանամ իմ ուզածը էս։ Բանակցես, ես ստանամ, ինձ պետք չի ինքն էլ շահի է։ Ինձ պետք է ես շահեմ։ Դա արդեն բանակցություն է։ Ու այն տարածված կարծիքը, որ բանակցության մեջ միայն պետք է win-win լինի, այդպես չի։ Դա չի լինում երևի։ Ինչ որ միտեղ միշտ կարար ավել կամ պակաս լիներ, էլի։ Կարա սնենց անես, որ ինքը կարծինքն էլ է շահել, դա ուրիշ տեխնիկա է։ Այդտեղ շատ կարևոր բաներ կա, տեղել է մարդկային։ Լիակատար դժվար է, էլի, պահել, որ երկուսին։ Բայց վաճառքում հնարավոր է ճիշտ է, որ իսկապես գնորդը ստանա այն ինչ որ պետք է մի բան էլ ավել, դու էլ չտուժվես։ Ես դպրոցում սովորեցնում եմ 6 թե 7 կարևոր բան, մի դեպքում 6, մի դեպքում 7։ Վաճառել որքան հնարավոր է, շատ, թանկ, արագ, հաճախ, երկարատև, արդյունավետ։ Շարունակում եմ այդ խելացի։
Հիմա եթե քո նպատակը պետքա լինի, որ դու վաճառես որքանորը շատ, դե վաճառողը պետքա կարողանա որ շատ վաճառի, չէ՞։ Դա չի նշանակում, որ այդտեղ պետք է դուժի գնորդը այնքան շատ իրան տաս կամ վաճառքի լեզվով ասած բեռնես իրան, որ այդ շատի տակից ինքը չկարողանա դուրս գա։ Դու պետք է բալանսավորես քո շատը իրա, եթե թանկ, այսինքն ոչ զեղչերով, չգիտեմ, ակցիաներով այդ գինը պետք է որի մեջ ինքը արժեք տեսնի, պատրաստնի այդ գինը տասի, տվել եմ այդ գինը ու լավ արժեք որ տվել եմ։ Բայց դու չպետք է արժեզրկես քո ապրանքը այս ժամ վաճառես, այսինքն սա պետք է բալանսավորվի, վաճառքը պետք է չբալանսավորվի, դու երկարատև այդ բառը շատ կարևոր է, երկարատև։ Այսինքն դու անընդհատ պետք է վաճառես, չէ՞, կրկնակի վաճառք պետք է անես հետո։ Եթե դու ուզում ես երկարատև վաճառես, պետք է այստեղ բալանսավորես։ Բանակցությունները այդպես չի։ Ես մի անգամ եմ գործարքանում, ես եմ մաքսիմում ստանամ այն շուրջ եմ ստանամ։ Հիմա վին կլինի ինքն էլ կշահի, չէ, բայց կարող է ես շահեմ։ Դե լոս էլ է լինում, զրոյական արդյունք էլ է լինում։ Դրա համար դրանք տարբեր են։ Հայկ ջան, դու ունես դասընթաց անշարժ գույքի գործակալների համար։ Այո, այդ էլ տարին մի անգամ ես անում։ հա, քիչ եմ, երկու անգամ եմ արել կամ կարծեմ 3։ Ինչն է առանձնահատուկ կա առանձնահատկություններ, որ դու տենց առանձնացրել ես, իրեն ասում ես իմ տպավորությունը այդ է, էլի, որ դու անշարժ գույք վաճառել ես մի փոքր այլա, քան ասենք ընդհանուր վաճառքները։ Ինչ տարբերություն։ Մի փոքր էլ չահագին այլա։ Մի քիչ պատմես կոնցեպտը մնում է, բայց մի 30-40% այլ մոտեցումներ, այլ իրավիճակ, այլ գործիքներ։ Ինչն է առանձնահատուկ։ Հայաստանի թե ընդհանրապես։ Հայաստանի ընդհանրապես։ Առաջնային թե երկրորդային։ Լավ հարցեր ես տալի։ Վերցնենք առաջնային շուկան։ Դե դու ասա, որտեղ ինչ տարբերություն։ Վերցնենք առաջնային շուկան։ Օրինակ հիմա ասենց անընդհատ այդ խոսակցությունը գնում է, չէ՞։ Գները կընկնեն թե չեն ընկնի, շուկան ասես չակերտավոր կլճացել է, կպայթի թե չի պայթի, անընդհատ այդ խոսակցությունները գնում է։ Հիմա մեր շուկայի, ընդհանրապես առաջնային շուկայի յուրահատկությունը այսօր այն է, որ հաճախորդի տեսանկյունից կա գերառաջարկը։ Ինչ է գերառաջարկը։ Գերառաջարկը դա քանակի ավելցուկը չի։ Այստեղ մարդիկ երբեմն չեն հասկանում, ինձ թվում է թե այն քանակով որ կառուցվում է, ավելի շատ է, քան կարան գնեն, չէ, կարող է մի բան էլ ավելի քիչ է։ Գերառաջարկը, երբ որ հաճախորդը մտածում է, որ ինքը շատ ընտրություն ունի։ Ընտրության հնարավորությունները շատացել է։ Առաջ եթե մենք նորակառույց են պատրաստում, այն հիմքը չգցած արդեն մարդիկ այդ բրոնյա են անում իրենց բնակարանները։ Քիչ է, մի հատ է թաղամասում մի հատ է։ Այո, այդ թաղամասում անամատ փչես առանց երկար մտածելու նորակառույց էլիտար եւ այլ եւ այլ։ Հիմա գերառաջարկը առաջարկի բազմազանության հնարավորություն է տվել մարդկանց։ Առաջարկի բազմազանության այդ շուկա մենք ուսումնասիրում ենք, էլի։ Առաջարկի բազմազանության ալտերնատիվները, մեկը մեկից լավ, մեկը մեկից հետաքրքիր լոկացիաները, լուծումները, դա հաճախորդի գլխում, պոտենցիալ գնորդի գլխում ձևավորում է այդ գեր հագեցվածության իրավիճակ։ Չնայած իրականում կարող է այդ սպրոսը ինչ որ ժամանակ հետո իսկապես լիարժեք սպառվի, բանել կարող է դեռ հələ դեֆիցիտ մնա։ Բայց երբ որ առաջանում է հաճախորդի գլխում գերառաջարկի ընկալում, ինչա տեղ ունենում հաճախորդի ուղեղում։ Պետք չի վռազել։ 1. Որտեվ կարող է շտապեմ սխալվեմ։ Գնեմ այդ սայլ նայեմ։ Գնեմ այդ նայեմ։ Հələ սպասեմ տենամ էլ ինչա լինում։ Ու այս ամեն ինչը նեյրո մակարդակով է խոսում, այս ամեն ինչը հաճախորդի գլխում առաջացնում է տնտեսագիտության մեջ ուղղություն կա, չէ, ռացիոնալ սպասումների տեսություն, կարող է իմանալ, որ բանական սպասումների տեսություն եւ կա իրացիոնալ սպասումների տեսություն։ Երկուսն էլ գոյության իրավունքով տեսություններ են։ Ուրեմն հաճախորդի մոտ առաջանում են տարբեր սպասումներ։ Պետք չի շտապել, անընդհատ նոր առաջարկներ է գալի, ես պետք է լավ ընտրություն կատարեմ, դժվարանում ընտրությունը, որտեղ մարդու ուղեղը հոգնում է շատ այլ ընտրանքներից ընտրություն կատարելիս։ 3 հատ լիներ, հեշտ կընտրեր։ 103 հատ է, 303 հատ է, մարդը չի կարող ընտրի։ Գերառաջարկը բերում է խնդրի ու անշարժ գույքի գործակալները շատ խորը պիտի այդ ամեն ինչը հասկանան։ Ես այս իրավիճակում, այս տեսակ գնորդի հետ ես լրիվ ուրիշ պետք է աշխատեմ։ Ես պետք է վախերը վերացնեմ, իր անորոշությունները, իր կասկածները, իր հետաձգելու ձգտումը, իր իրացիոնալ սպասումները, իսկ ինչ սպասում ունի հաճախորդը։ Դե լավ է, կարող է գներն ընկնի, կարող է շուկան պայթի, լճանա, արդյոք ճիշտ եմ առնում, կարող է առնեմ սխալվեմ, ու այնքան տենց հարցեր կա, որ էլ ասելու չի, ինքը այսօր չի գալի, մենակ բնակարան առնում 3 սենյակ, ինքը լրիվ ուրիշ բան է առնում, եթե ինքը իր համար բնակարան է առնում, եթե ինքը որպես ներդրում է նայում, լրիվ ուրիշ թեմա է, եթե ինքը նայում է վարձակալությունը, լրիվ ուրիշ թեմա է, այսինքն տարբեր հաճախորդ այդ շուկայում, տարբեր սպասումներով
ու միևնույն ժամանակ գերառաջարկով շուկայում։ Չես կարծում, որ երբ հաճախորդը ունի լայն ընտրության հնարավորություն, չէ, ասում ես գերառաջարկ է, ընտրությունը շատ է, եւ սա միգուցե հենց հնարավորություն է վաճառողների համար, գործակալների համար, որովհետեւ հաճախորդը ունի խնդիր, չի կարողանում ինքնուրույն ընտրի, այսինքն շատ ժամանակ է պետք, չէ, ուսումնասիրելու համար այդ ապրանքը հասկանալու համար շուկան, իսկ ինքն էլ էքսպերտիզա ունի գործակալը այդ շուկայում, այսինքն ինքը գիտի այդ ապրանքները, եւ դա իրան հնարավորություն է տալիս հավելյալ, այսինքն արժեք ստեղծելու հաճախորդի համար, որովհետև ինքը էքսպերտիզա ունի այդտեղ։ Ես այս տեսանկյունից եմ նայում, որովհետև եթե մի հատ ապրանք լիներ, ինքը ուղիղ կգնար ենթադրաբար կառուցապատողի մոտ, կասեր, հա, հեսա իր վաճառքի բաժինը կառներ։ Բայց երբ որ այդ ապրանքը շատանում է, ոնց որ այլ շուկաներում, չէ, օրինակ Դուբայում, Ռուսաստանում, ինչ է տեղ պետքա մարդ, ով որ ֆիզիկապես եղել է այդ շենքում, ծանոթ է կառուցապատողին, ու այդ ամեն ինչը ուղղակի իր մեջով անցկացրել է, պատմի հաճախորդին, այսինքն միգուցե սա նաև ամենակարևոր հարցն է։ Այդ մարդը ինչ պիտի անի հաճախորդին, որ իր արածը հաճախորդի համար ներկայացնի արժեք։ Օգտակարություն ինչ պիտի անի։ Պատմի։ Չէ։ Հարցը ֆունկցիայի մասին չի, բայց այն որ իր համար դա հնարավորություն է, որ այլընտրանք շատ կա, դա լավ է, բայց լավ է որ դեպքում, երբ որ այդ այլընտրանքը ռիելթորը կարողանում է ճիշտ աշխատացնել եւ ճիշտ օգտագործել հաճախորդի որոշումը իրականացնելու համար։ Եթե դա այլընտրանքը բարդացնում է հաճախորդի որոշումը, ուրեմն այդ ռիելթորը իր տեղում չի։ Հա, մյուս կողմից էլ առարկություններն է շատանում։ Այստեղ էլ հմտություններն է պետք։ Այո, ապրեք, այդ հմտությունը դրա մասին է, այդ մեր կուրսը հենց դրա մասին է։ Այո, ձեզ տվել են անես որ այդ առարկությունները։ Ձեզ տվել են այլընտրանք, այսօր հրաշալի կառույցներ կան, մեկը մեկից հետաքրքիր, տվել են այլընտրանք, բայց դու այդ այլընտրանքը կարողանում ես դարձնես արագ որոշում կայացնելու գործիք, թե դարձնում ես որոշումը հետաձգելու, չփակելու գործարքը հենց իսկ երբ է որոշումը հետաձգվում եւ երբ է որոշումը կայացվում, դա պիտի հասկանա ռիելթորը, այսինքն ինչ պիտի անի, որ այդ այլընտրանքների մեջ հաճախորդը ամեն դեպքում կենտրոնանա, ֆոկուսավորվի եւ որոշում կայացնի, եւ ինչեր է ինքը անում, որ հաճախորդը ձգձգում է։ Ընթիրը կրթության մեջ է, պետք է։ Այնքան սխալներ են ամիս տեսնում։ Դե հնարավորությունները շատ շատ։ Գովազները որ տեսնում եմ ինչա կատարվում, ինչ է, ծիծաղս է գալիս, ասում եմ, այսքան տարի այս ոլորտում եք ու դուք դեռ կարծում եք, չանձնավորեմ, չմասնավորեմ շատերի լավ գործընկերներն են, բայց ասենք դուք միջևա կարծում եք, որ մի հատ աղջիկ քայլելով սենց գնաց սենյակը սենց ցույց տվեց բան, այտենցով մարդը պետք է ասի, վաու, վերջ ես առնում եմ այս։ Սեքսուալություն են վաճառում։ Դեմ ես դրան։ Ինչ ես կարծում դրա մասին։ Դեմ չեմ, դա շատ քիչ է։ Դե միանշան, դե իմանա վիզուալը ինչ պետք է։ Ես ասում եմ հետարքիր պատմություն պատմեմ։ Գալուց առաջ այստեղ այդ պատմությունը վերհիշեցի, իմ դասերին եմ պատմում։ Ամերիկայում ուղղակի անունը չեմ հիշում, ես մի քիչ անուններ հիշելուց լավ չեմ ես վերջերս, այդ ռիելթորի անունը չեմ հիշում, բայց մի հատ լուրջ ոդքասթեր մի 5-7 տարի առաջ էր նայում էի, այդ ռիելթորը շատ հայտնի Ամերիկայում մեծ արդյունքներ ասած ռիելթոր է։ Ռայանսը։ Ինքը կույր է։ Վաու, չէ, ճանաչ։ Չէ, դա բացառիկ դեպքեր։ Ինքը կույր է։ Ուզում եմ ոդքասթի լսողներն էլ այս պատմությունը լսեն։ Ինքը կույր է եւ ինքը ամենալավ վաճառքներն է անում, ամենաարդյունավետ։ Քանակի մասին չի խոսքել, ամենաարդյունավետն է վաճառում։ Բարձր կոնվերսիա։ Կույր մարդը ոնց կվաճառի անշարժ կույք։ Ասում ինքը պատկերացնում եք, չէ՞, մտածեք ինչ հետարքիր է, թող լսեն, խորությունը կընկալեն։ Բայց հետո հիշես կոմենտներում պիտի գրես, էլի որ գտնենք անունը որ բան անենք գրեն, բայց այդ պատմությունը իրական է, ինքը կույր է, ոդքասթը դաժե գտնեմ համակարգչի մեջից դաժե կարող է պահել եմ։ Ինքը կույր է, ինքը որ հաճախորդի հետ գնում է բան, ինքը պատմում էր ոնց է ինքը վաճառում։ Ասում է հաճախորդներին տանում եմ հերթական սեփական, ասենք վիլան բան ցույց տալու, ասում եմ մտնում ենք, ասում եմ, ասենք ամուսիններ են։ Ասում եմ, իրանց հարցնում, ասում եմ, դուք ինչ եք տեսնում։ Դե իրանք տեսնում են, որ ես կույր եմ, էլի, հետո շատ վատ եմ տեսնում համերա։ Ասում եմ, ասում եմ, ինչ եք տեսնում։ Դե ասում ամուսինները նկարագրում են, ասում են, գեղեցիկ սպիտակ 3 հարկանի շենք է։ Ասում եմ, դիմացը այգի կա, չկա։ Ասում են, հա, դիմացը շատ գեղեցիկ ծաղիկներով, լավ այգի է, ցախ հատվածում լողավազան է, այստեղ գեղեցիկ երեխաների զոնա է, մտնում եք ներս, ասում եմ, դուռը բացում ենք, ասում եմ, ինչ եք տեսնում։ Ասում եմ, իրանք ասում են, թարցակ մեծ ֆոյե է, մի հատ խոլ է։ Հետո աստիճաններ է, ինչ ձև է աստիճաններ է, փայտից շատ տենց վինտաժնի ոճով կառուցած, դուք հասկանում եք ինքը ինչ անում։ Հաճախորդի աչքերով է։ Վաճառում է։
հաճախորդի աչքերով նայում է ու իրանց հաճախ այո ու ասում է ես հասկանում եմ ինչը հավանեցին ինչը չհավանեցին ասում է որ հանգարց տոտալ անկեղծություն չէ Շաքավեցի էլի հիշեց այդ պատմությունը ասում է երբ որ հաճախորդը կինն ասում է վայ ես ինչ գեղեցիկ աստիճաններ է մի հատ բարձրանանք տեսնենք արդեն ես հասկանում եմ որ ինքը всё ինքը արդեն գնաց տարավ է իրան Ես չեմ առավելությունն է ստեղծել արդեն մարդը էմոցիոնալ կապվածություն ունեցավ, չէ՞։ Սպես իրաց աշկերտ։ Լավ, առակը ինչ կուսուցան է հիմա այդ ինչ։ Առակը, որ պիտի մտնես հաճախորդի ուղեղի մեջ, բայց ինքը լավ ձևը գտել է, քանի որ ինքը չի տեսնում հաճախորդի խնդրում, ասում է դու ինչ ես տեսնում, մի հատ ասա էլի։ Մտել է իր ուղեղի մեջ, ասում է դու ինչ ես տեսնում, ասա։ Դիքիրար ենք բայց էդի։ Տեսածը ներկայացրա, քո բառերով նկարագրի։ Չես կարա կուլ չլինես։ Ես քո բառերը լսեմ, հետո ես քեզ այդ բառերը ավելի գեղեցիկ ասեմ։ Վինտաժնի աստիճանները իդեպ ասեմ, դրանք շատ թանկ են, դրանք արդեն հիմա չկան, ոչ մի տեղը չեն կառուցում, դրանց յուրահատկությունը սա է, այն է, ասես կառուցում եմ արդեն այդ ամեն ինչը։ Երբ որ ասում է խրիզանտեմների այգի, ասում է դու գիտեք չէ, ինչ հետարքիր ինքը բուրում է կամ չգիտեմ, այսինքն ինքը սկսում է հաճախորդի աչքերով, իր էմոցիաներով, իր ապրումներով, պլյուսներ, մինուսներ վաճառել։ Frank չէ, բայց այդ հիմա էլ ոչ կույր մարդն է կարա դա այդ հարցը տա։ Ինչ տպավորություն ունեիր։ Ամենակարևորը հասկանաս ինչա ուզում, եթե ինքը դա տեսավ ուզեց, շարունակում եմ։ Եթե ասում է տեսա դուրները չեկավ, ասում գնացիք չէ, էսի լավը չէր։ Կարիքների բացահայտման կտորն է, չէ, որը որ կարիք էլ չէ, մի քիչ ավելի խորը որ խոսանք, Ռուստամ կարիք չի, այդ որ ասում են կարիքների բացահայտում, ես ասում եմ դասերի ժամանակ, հաճախորդը կարիք չունի։ Ես օրինակ շատ բանի կարիք չունեմ, բայց եթե ուզեն կարան վաճառեն։ Մենք էլ չէ, ինչ որ բանի կարիք չունենք, բայց պես վաճառում են։ Այդ բանի մենք կարիք չունենք, կարիքը այնպես չի որ պետք է բոլորը ինչ որ բանի կարիք ունենան։ Մարդկա կարիք չունի, բայց ինչ որ բանի ցանկություն ունի, ինչ որ բանի երազանք ունի, ինչ որ ձգտում ունի։ Մի հատ շատ լավ խոսք կա, ասում է մարդիկ չեն սիրում, երբ որ իրենց վաճառում են, բայց մարդիկ շատ սիրում են, որ իրենք գնեն։ Իրանք որոշում կայացնեն։ Իրանք որոշում կայացնեն, իրենք գնեն։ Հիմա դու մարդը չի սիրում, որ իրեն վաճառում ես։ Այդքանը հասկանալով հանդերձ, եթե հասկացել է վաճառքի մասնագետը, որ մարդը չի սիրում, որ իրեն վաճառում են։ Ինչ ես գնում վաճառում։ Ինչքան պետք է դու ճիշտ եմ հասկանում, որ այդ ագրեսիվ վաճառքներին դեմ ես փուշ անելուն։ Ոչ թե դեմ եմ, դա արդյոք չի տալիս։ Չի։ Լավ, հիմա ամբողջ օրինակ ամերիկյան, այո, Ամերիկա, բայց հիմա Ամերիկան փոխվել է։ Հիմա լավ, ես քեզ ասեմ, բայց տեղից է եկել ճիշտ 17-18 թվականին ես այնտեղ ոլորտում աշխատում էի ու մոտավորապես պատկերը հետևյալն է, այսինքն բոլորին, բոլոր քաղաքացիներին օրական կարա 10 հատ voicemail գա, ինքը չի պատասխանում իհարկե դրան, ինչ որ առաջարկով կոմերցիոն, դաժե օրենքով հանանքներ կա արգելված է սառը զանգանելը, բայց այնքան շատ է այդ բանը։ Դե pushing-ն է գնում էլի։ Հա, ինքը չի պատասխանում քեզ, դու անպայման պետք է voicemail թողնես իրան։ Հա։ Այսինքն շատ այդ ագրեսիվ վաճառքը ու առանց դրա այնտեղ երևի թե վաճառքները չես կարող արդեն ձևավորել են շուկան տենց հաճախորդը արդեն ծայրահեղ մրցակցային է սառը հաճախորդը տեղեկացված է ավելի շատ դիտակ է ավելի շատ ինֆորմացված է շատ առաջարկ ունի դու ուզես չուզես այն մեթոդը որ ընտրել ես այդ մեթոդը պետքա ուժեղացնես որտեղ Ամերիկայում ուրիշ ձևա վաճառքները զարգացել ամբողջ աշխարհն եմ ես ուսումնասիրել հարավային Ամերիկայից Գվինեայից մինչև արևելք հիմա տեսեք Ամերիկայում վաճառքը զարգացավ door to door-ից դռնեդուր վաճառքից բայց այդ դռնեդուրը մնաց այդ դռնեդուրը մնաց այդ դռնեդուրը վերածվեց fax to fax հետո էդի դարձավ B2B այդ կոնցեպտը ամերիկացիների մեջ նստեց իրանք արևելք չեն Հələ գնացեք արևելքում տեսեք ոնց են վաճառքանում։ Հարաբերությունները, չէ՞։ Ես որ երկրներ գնում եմ, սիրում եմ ճանապարհորդել հիմնականում արևելք։ Այնտեղ լրիվ ուրիշ բան է։ Այնտեղ լրիվ ուրիշ մոտեցում է։ Ինչ քեզ pushing անեն, ինչ ընկնեն հետևից։ Դա նենց են անում, դու ես գնում կամած իր կողքը նստում։ Դե դա արվեստ է։ Հա, դա արվեստ է, վաճառքը արվեստ է, լավ բան ասեցիք, տենց մի հատ լավ սեմինար ունեմ վաճառելու արվեստ է։ Տարի 1-2 անգամ անում եմ էլի շուտով կարող է դնեմ արվեստ է վաճառքը լուրջ արվեստ է նաև գիտություն եւ արվեստ է հիմա այդ pushing-ը ձևավորվել է այն միջավայրում որտեղ արդեն ալտերնատիվ չի մնացել չանես դու չես հա չանես չես էլի դու խաղից դուրս կմնաս դրա համար իրանք զարգացնում են pushing-ի մեթոդները բայց այսօր ոլորտներ կան նույն անշարժ գույքի ոլորտը տենց է այսօր այսինքն եթե դու այդ ագրեսիվությունը չունես որոշ չափով դու խաղից դուրս ես այդ արագությունը եթե չունես դրան ուրիշ անունք վաճառքում պետքա լինես պրոակտիվ ճիշտ է նախաձեռնող պետքա լինես համառ
հետևողական չկոտրվես, հաճախորդի մի անգամ ոչը չպետք է դառնա sense, այսպես ասած, հավերժ ոչ։ Դու պետք է այդ ոչի պատճառները հասկանաս, նորից էլի կապվես, փորձես ավելի ուրիշ առաջարկ անես։ Համառ, հետևողական, համբերատար, տեսեք, այդ բոլորը շատ կարևոր բան է, բայց դա չպետք է վերածվի ճնշման, այո։ Այդ ճնշումը հենց զգացած։ Էդ էլ էնա որ դու ասում ես որ պետք է հասկանաս հաճախ։ Այո, հասկացի համառություն արա, հետևողականություն արա, ինչ ուզում ես արա, բայց երբ որ սեղմում ես, ճնշում ես, մարդը ինքը մի անգամից հետ է գնում։ Երեք խոսում եմ մի գրանցվել էր մեկ իմ դասընթացին, բժիշկին էր, չեմ ուզում անվտամ։ Այդ բժիշկը էլի գրանցվել էր կառավարման դասին, ասում է, տեսեք, ասում է, ես լինելով բժիշկ նաև երբեմն տարբեր ընկերություններից բժշկական սարքավորումներ եմ առնում, գալիս են ինձ առաջարկում են կլինիկա եւ այլ համար, ասում է, այն վաճառողը, որ ասում է, ես տեսնում եմ ինքը սկսում է pushing անել, ինձ դրում է ժամկետների մեջ, տարբեր ձևի այդպես մանր տեխնիկաներ կա, չէ, ակցիան գործում է 3 օր, ես գինը զեղչ բան, հա, այդպես, ամենայժան բանն է, չէ։ Այժմ արդից օգտվեք, ասում է, հենց ես տեսնում եմ այդպես բան անում, ասում է, հավատացեք, նույնիսկ եթե այդ սարքավորում ինձ պետք է, ես էլ չեմ առնում իրենց, որտեղ հասկանում եմ, ինձ ինքը արդեն դրել է մանիպուլյացիայի տակ, ասում է, չեն սովորաբար անփորձ երեխեքն են, էլի աղջիկ տղա, որ նոր մտել են դրա մեջ, դեռ չեն հասկանում ինչա վաճառքը, լսել են, որ վաճառեն բոնուս կստանան, ամեն կերպ ուզում են, ասում եմ, ես արդեն չեմ առնում, ասում եմ, չէ, պետք չի, ասում եմ, նույնիսկ ինձ պետք է։ Բայց այդ pushing-ի ազդեցության տակ դա մաքուր ֆիզիկայի օրենք է, ցանկացած ուժ առաջացնում է ինչ հակազդող մարդաբանություն դիմադրություն կարման ինչ տվիր այդ կստանաս ճնշեցիր հետ կգնա հետո ինքը կարող է քեզ ճնշի բայց առարկությունների շատ նոր բան է էլի պետք է հասկանաս ոնց ճնշես բանի մեջ է ամբողջ բալանսի մեջ է ամբողջը դուք եթե դրսերում տեսած կլինեք լուրջ ապրանքների ասենք կլինի թանկ անշարժ գույք կլինի թանկ ասենք բաներ ոսկեղեն թանկ բաների զարդերի թանկ բաների վաճառքով ովքեր են սպասում տարիքով հասուն որը հասկանում է հարաբերությունները տարիքով հասուն լուրջ մարդիկ չէ որովհետև միկրոֆոնը զարմացավ նույն real estate-ը կներես միջին real estate-ը անշարժ գույքը այսինքն անշարժ գույքի վաճառքի մասնագետը ամերիկայում միջին տարիքը գիտես ինչքան է 40++55 պատկերացնում ես միջին տարիքը այո որովհետև ինքը պետք է արդեն այդ մարդու ամբողջ կյանքը ապրած լինի հասկանա մեծ մասը թե այդ մարդը ինքը պետք է անցած ունենա մարդկանց այո ինքը պետք է առաջի տունը սարքած լինի հետո վաճառած լինի այդ ապրումներ դիմանա երկրորդը եւ իլար պետք է հասկանա ես առաջ շատ եղել եմ դրսերում նույն Դուբայում այլտեղ թանկ ապրանքների վաճառքի process-ում ներգրաված եղել, որ նայում եմ ինչ մարդիկ են գալիս կոմոդ, որ վաճառեն, քեզանից էլ երևի ավելի լավ հարուստ բան է, այդ մարդը լրկայացած մարդ ամեն ինչով դե նույն Դուբայում անշարժի process շատ հետաքրքիր է։ Մեկը քեզ որպես lead գեներացնում է, մեկը քեզ տաքացնում է, երրորդը կոնվերտացիանում, այդ կոնվերտացիանումը լրիվ ուրիշ մարդ է։ Դեղ էլ է հետաքրքիր շուկա։ Էնի բաց ուրիշ աղջիկ է, բայց հետո գալիս է մեծ ծածկա, նստում է, ասես թերթում է, հետո սկսում է լուրջ աշխարհ։ Մեծամասնությունը lead գեներացիան դեղ վաճառք չի մարքեթինգը էլի, այսինքն ունես lead, ունես գործարք, էսա հիմնական։ Lead-ի կռիվ է էլի։ Դե մարքեթինգով ինքը տաքացնում է, բայց վերջում վաճառք է։ Չի բայց մի լավ հետաքրքիր բան ասացի ես միշտ հիմա առաջ եմ տանում այդ միտքը որ այսօրվա վաճառքը ժամանակակից վաճառքը իր մեջ մաքսիմում մարքեթինգ պետք է ներառի չի կարա վաճառողը մարքեթինգ չհասկանա ինչա մարքեթինգը ասենք 9 PR-ը չհասկանա չիմանաս କି 4-ը չգիտեն ու չհասկանա որ ֆակտորը ոնց կարա վաճառքում աշխատացնի price-ը, process-ը, չգիտեմ, place-ը ոնց կարա աշխատացնի։ Դա մարքեթինգային PR են, չէ՞։ Ես 2 տարի Kotler-ի մոտ եմ սովորում, Ֆիլիպ Kotler-ի, ոչ միայն իրա հետ Godin-ի մյուսների, ու ոնց պատտվում եմ Kotler-ը գիգանտ է իրականում ինքը շատ ուժեղ է։ Ֆունդամենտալ է։ Ոնց պատտվում եմ ամբողջ այդ PR-ի շուրջ է պատտվում, այդ PR-ը որ բերում ես վաճառք քո վաճառքային հնարավորությունը գերհզոր է դառնում, որտեղ հաճախորդի ցանկացած մտահոգություն MVP-ով լուծում ես։ Այսինքն վաճառքը պետք է մարքեթինգ իմանա։ Մարքեթինգը ըստիս, չնայած տարբեր կարծիքներ կան, ես շատ պաշտում եմ մարքեթինգ, շատ եմ սիրում, բայց ըստիս մարքեթինգը օժանդակում է վաճառքին։ Մարքեթինգը վաճառքը խթանող, առաջնահերթ նպատակը չի վաճառքը։ Նայած վաճառողը նայած ինչ ոլորտում է։ Հիմա դες դու շատ հետաքրքիր բան ես, ասում ես վաճառել ավելի շատ, ավելի հաճախ, ավելի թանկ, չէ, ավելի շատ մարդու, այս նույն թեման մարքեթինգն էլ նույն նպատակը։ Հա, բան ունենք, դասախոս ունենք, Արմեն Ավագյանը միշտ այդ թեզն էր ասում, ու հարցը տալիս էր իր առաջի դասախոսություններին, ասում էր, ինչի համար է մարքեթինգը։ Ու ոչ մեկ չէր ասում այդ, չգիտեմ, ճանաչողություն եւ այլ ասում է, բայ վաճառելու համար է։ Այո։
Ավելի թանկ, այսինքն ինչի համար է մարքեթինգ, որ ավելի հեշտ վաճառ, չէ՞, հեշտ վաճառես, արագ վաճառես, թանկ վաճառես, այո։ Իսկեն ինքը շատ ուղիղ փոխկապակցված է։ Հա, իրանց բանը սենց է, տեսեք, ես մի հատ հետարքիր կուրս ունեմ, այսինքն ասում եք բացվում է, սինխրոն մարքեթինգ։ Լավ սեմինար է ինքը։ Մարքեթինգի, Ամերիկայում կայքու սինխրոն մարքեթինգ, ելի մի քանի տարի ուսումնասիրեցի վաճառքի մարքեթինգի բաժինների այդ բախումները ինչից է, դե այդ բախումը միշտ կա, չէ՞։ Մարքետոլոգներն ասում են վաճառողները վաճառել չգիտեն, վաճառողներն ասում են մարքետոլոգները վատ են մարքեթինգ արել, այդ բախումները սիստեմն ուսումնասիրեցի, մի հատ կուրս մշակեցի, սինխրոն մարքեթինգ, այսինքն մարքեթինգի վաճառքի սինխրոնիզացիա, ու այդտեղ տարանջատում եմ ինչ է մարքեթինգը, ինչ է վաճառքը, հարգելի սեփականատերեր, հասկացեք, սխալ բաներ մի պահանջեք։ Մարքեթինգը ստրատեգիական երկարաժամկետ բրենդի առաջ խաղացման, հաճախորդի ուղեղում տպավորվելու, ձեր բրենդը առաջ խաղացնելու խնդիր է լուծում։ Վաճառքը գնորդի հետ կոնկրետ դեմ առ դեմ անհատ գնորդի հետ այդ ամբողջ ձևավորված ստրատեգիական այդ հոսքը վաճառքի վերածելու խնդիր է լուծում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ վաճառողը ավելի կարճաժամկետ մարտավարական սիտուացիոն վաճառողն ու վաճառքը իրավիճակով է այդ խնդիրը լուծում, մարքեթինգ ավելի երկարաժամկետ, ստրատեգիական, բայց նույն բաների շուրջ են աշխատում։ Երբ որ ասում ենք վաճառենք որքան դրա շատ մարդկանց, մարքեթինգը դա անում է բրենդինգով, տարբեր ձևերով, չէ՞, վաճառողը անում է տեղում, հնարավորինս շատ մարդու։ Այդ երկուսի տարբերությունը որ հստակ է լինում վաճառքի մարքեթինգի մեջ այդ, բայց իրանք սինխրոնիզացվում են։ Միանշանակ սինխրոնիզացնել եւ մարքետոլոգն պետք է վաճառք հասկանա։ Ես որ ընկերություն մտնում եմ կոնսալտինգով, մարքետոլոգի ձեռը բռնում, ասում եմ վաճառողի դուրս արի տարածք։ Մենք գնա հասկացի ինքը ոնց է այդ ամեն ինչն անում, նոր գաս կնստես կոմպյուտերի դեմ մարքեթինգ կանես։ Ես միշտ մեր մոտ երբ որ բան ենք անում, հա, համագործակցում ենք մարքետոլոգի հետ, ինչ եմ ասում, հաճախորդի պատկերը պետք է ուսումնասիրես։ Դու հասկանաս ինքը ինչ կարիքներ ունի, ինչ ցավեր ունի։ Նոր մենք սկսենք էլի իրան մարքեթինգ անենք։ Գիտեք, որ այդ պատկերը արագ փոխվում է։ Դե իհարկե։ Ստվեր հասկացողություն կա։ Ամեն հաճախորդ կողքը ունի ստվեր։ Ստվերն է պետք է ճանաչես։ Դուք տարբեր իրավիճակում տարբեր ձևահանդես գալիս։ Միտեղ ինքը գնորդա մի ձևահանդես գալի, միտեղ վաճառողը ուրիշ ձևահանդես գալի, տան ուրիշ ձևա, դրսում ուրիշ ձևա։ Եվ ամփոփիչ որ ասեմ, վաճառքից եթե խոսում ենք, եթե աշխարհում կա 8 միլիարդ մարդ, կա 8 միլիարդ վաճառելու ձև, որտեղ յուրաքանչյուր մարդուն վաճառելու մոտեցումը ուրույն է, առանձնահատուկ է, տարբեր է, որտեղ ամեն մարդ ինքը առանձնահատուկ է մտածում, յուրահատուկ է մտածում։ Միևնույն ժամանակ կա ստրատեգիական ճիշտ մոտեցումներ, որ պետք է շեղվես։ Հասկանալի է։ Ինչ տարբերություն կա թանկ չեկի եւ էժան ապրանքի։ Հիմա դες խոսում ենք անշարժ գույքից։ $100,000, $500,000 եւ ենթադրենք, չգիտեմ, խանութում ինչ-որ ապրանք ես վաճառում։ Կա դեռ ինչ-որ առանձնահատկություն վաճառքի մասնակետի հմտությունների մեջ։ Այսինքն թանկ ապրանք վաճառում եւ էժան ապրանք։ Դե տեսեք, թանկի գնորդը կապ չունի ինչա կլինի անշարժ բաժակ թե հեռախոս, թանկի գնորդը գնում է ստատուս, թանկի գնորդը գնում է իր անձնական պատկերացումների ձգտումների իրականացում, էժանի գնորդը գնում է շահավետություն, էժանություն, այսինքն մարդիկ ունեն 6 հիմնական բան, որ գնում են, առաջինը գնում են պրոդուկտի ստատուսը, կամ գնում են ընկերության փորձառությունը, կամ գնում են շահելու հավելյալ շահույթ ստանալու ֆակտորը, կամ գնում են քո պրոդուկտի դիֆերենցում, առանձնահատկությունը, որ ինքը տարբերվող է, թանկի դեպքում հիմնական ստատուս են առնում, յուրահատկություն, դիֆերենցում։ Այդ հաճախորդ ուրիշ հաճախորդ է։ Դու իրա ոչ թե Չէ, իսկ մասնագետի մոտ կա, ասենք, սենց մասնագետը պետք է լինի կամ տակտիկան փոխի տարբեր պիտի լինեն։ Եթե միևնույն մասնագետը երկու սեկտորում աշխատում, մի քիչ դժվար է։ Երևի ավելի այդ քո ասած արևելյան ոճն է, չէ, թանկ ապրանքին, ավելի այդ pushing-ը բան պետք է հանես։ Այդքան pushing-ի հարց չի։ Դու հաճախորդին որ ճանաչես, քո ստրատեգիան կհասկանաս, բայց այդ հաճախորդին թանգում ինք ուրիշ բան ա ուզում, էժանում ուրիշ բան ա ուզում։ Էժանում դու կարաս խոսաս ենթադրենք էներգախնայողության մասին, չգիտեմ, պատերը ջերմամեկուսացված է, այդ իր համար կարևոր լինի։ Թանկ հաճախորդին պատերի ջերմամեկուսացումը չի կարևոր, իր համար կարևոր է իր լոկացիան, իր անվտանգությունը, իր հարմարավետությունը, իր ստատուսը, իր ապագան։ Այդ գույքը գնելով ինքը ինչ ապագա է գնում։ Այ 3 ամենակարևոր հմտությունները վաճառքի մասնագետի, որոնք բերում են հաջողության։ Ըստ քեզ որոնք են։ Դե գիտեք, ոնց միանշանակ այդ ազնվություն, հմտությունը մի քիչ հմտությունը որակներ ասենք։ Որակներ ազնվություն առաջի հերթին։
Միանշանակ ազնվությունը ոչ թե բարոյա խրատական բան է, դա ուղղակի ամենաարդյունավետ ձևն է մարդու հետ ուրեմն առաջ գնալու։ Ազնվություն, մտածելու կարողություն շատ կարևոր է։ Վաճառքի մասնագետը ես ունեմ ասած 10 կարևոր կետ ինչ պետք է անի վաճառքի մասնագետը, ասում եմ առաջինը պետք է մտածել կարողանա, մտածել։ Ռոբոտի պետք է չաշխատի էլի, ազնիվ լինի, մտածի եւ ամենակարևորը սիրի իր հաճախորդին։ Այդ շատ կարևոր է սիրելու ունակությունը։ Համաձայնվես, եթե ասեի մարդկանց հետ սիրի շփվել։ Դե հա էլի որ հաճախորդին սիրի կշփվի, չեն շփվում որտեվ չեն սիրում։ Այդ սիրելը սիրառատ շփվող լինի, էլի։ ինքը պետք է ուզենա լավություն անել սիրո մեջ, նաև լավ բան անելն է, չէ, լավություն անելն է, մի քիչ քեզ նեղություն տաս ուրիշին լավ լինի, այդ սիրելը պետք է լինի։ Դու պետք է սիրես ընկերությունը, քեզ պետք է սիրես, հաճախորդին պետք է սիրես։ Եթե սեր չեղավ դու լավ վաճառող չես լինի, դու կլինես լավ փոխքերող, այսպես ասած, բայց լավ վաճառող չես լինի։ Վերջին հարցս, ինչ կփոխեիր, եթե հնարավորություն ունենայիր։ Ինչու՞մ։ Ինչու՞ որ հնարավորություն ունի, ինչու՞ որ կուզենայիր։ Հայաստանում կյանքում փայտիկը, հա։ Ինչ որ բան, եթե կուզեիր փոխեիր ու գիտեիր որ կարայիր, ինչ կփոխեիր։ Ես ավելի գլոբալ ասեմ ինչ կփոխեի։ Եթե ունենայի հնարավորություն փոխելու, առաջինը կփոխեի մարդկանց մտածելակերպը։ Հայաստանի թե ընդհանուր Տարբեր իրավիճակներում մարդիկ սխալ մտածելակերպի հետևանքով են դոփում իրենց տեղում։ Ամենտեղ մտածելակերպի փոփոխություն կա։ Սեփականատիրոջ մտածելակերպը պիտի փոխվի, որ իր բիզնեսը փոխվի, վաճառողի մտածելակերպը պիտի փոխվի, ծանոթի մտածելակերպը երեխայի հանդեպ պիտի փոփոխություններ պիտի լինի։ Այսինքն փոփոխություններ կիրականացնի առաջինը մտածելակերպի հարցում, որտեղ մտքից է գալիս ամեն ինչ։ Մի հատ խորաբան ես ասում շատ։ Մի հատ հետարքիր ֆրազա ասեմ, շատ ազդեցիկ է ինքը իմ համար եղել Մահատմա Գանդին այդ խոսքերը ասել, ասում է այն ինչին որ մենք շատ հավատում ենք, ասենք հավատում ենք ազնվությանը, ասում է այդ հավատը, այդ belief system, այդ հավատի համակարգը ձևավորում է մեր մտքերը, սկսում ենք դրա մասին մտածել, արդյոք ազնիվ ապրելը ճիշտ է, ազնվությամբ հնարավոր է արդյունքի հասնել, թե չէ, ասում են ինչի մասին որ սկսում ենք հաճախ մտածել, սկսում ենք դրա մասին խոսել։ Մեկին գտնում ենք, ասում ենք, դες դու ինչ ես մտածում, օրինակ ազնվությամբ հնարավոր է լավ ապրել։ Ասում ենք խոսել ապրել։ Հավատից գալիս է միտքը դառնում է խոսք, հետո ասում են ժամանակի ընթացքում այդ խոսքը դառնում է գործողություն։ Սկսում են ամենտեղ փորձել հենց մետա տենց աշխատել, տենց ապրել։ Հետո ասում են գործողությունը ժամանակի ընթացքում դառնում է սովորություն, սովորությունը դառնում է ճակատագիր։ Այսինքն այս քո արժեքներից է գալի։ Այդ արժեքները կփոխեի։ Որտեղ ամեն ինչ տեղից է գալիս, եթե մարդը չի հավատում դրան, արդյունքը, եթե մարդը հավատում է, որ չէ խաբելն է ճիշտ եւ այլ, իր ճանապարհը տենց է գնում, արդյունքները տենց է լինում։ Ճակատագիր ասված է, վերջնա արդյունքն է, էլի բա ոնց կլինի, մենք հասկանում ենք ոնց է լինում։ Շատ շնորհակալ եմ անչափ հետաքրքիր զրույցի համար։ Վստահ եմ, այս ամեն ինչը օգտակար է լսարանի համար։ Հուսով եմ, էլի հնարավորություն կունենանք հետաքրքիր զրույց ունենալու համար։ Ես եմ շնորհակալ։